Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հաղորդումը սկսեմ մեր անվանի լեգենդար հայրենակցի հետևյալ խոսքերով։ Թող մարեն աչքերս, միայն թե թող ծագի Հայաստանի անկախության արևը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է լեգենդար հայդուկապետ Գևորգ Չաուշին։ Մեր հաղորդման հյուրերն են պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Գևորգյանը եւ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը։ Բարի գալուս, հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Գևորգ Չաուշի կյանքին եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Լեգենդար հայդուկապետ Գևորգ Չաուշը Գևորգ Ղազարյանը ծնվել է 1870 թվականին Սասունի Մկթենք գյուղում։ Եղել է ՀՅԴ անդամ։ 1886-ից 88 թվականներին ուսանել է Մշո Առաքելոց վանքի դպրոցում։ Անդամակցել է Արաբոյի խմբին։ Արաբոյի ձերբակալումից հետո Գևորգը պատժել է նրան մատնազդավաճանի։ 1891-ից 94 թվականներին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական մարտերին։ Ղեկավարել 1893 թվականի Տալվորիկի կռիվները։ 1894 թվականի օգոստոսի վերջին Գևորգ Չաուշը Մուրադ Պոյաջյանի հետ փոքրաթիվ խմբով ընկել է պաշարման մեջ։ 3 օր դիմադրելուց հետո գերվել, ապա տեղափոխվել Բաղեշի բանդ։ 1896 թվականի ապրիլի 20-ին փախել է բանտից, միացել Գուրգենի եւ Հրայր դժոխքի խմբերին, ապա Աղբյուր Սերոպի ջոկատին։ 1900 թվականի ապրիլին սպանել է Սերոպին մատնազդավաճանի, ապա նոյեմբերին Անդրանիկի հետ Բշարե Խալիլին։ 1901 թվականի նոյեմբերի 7-ից 27-ը Անդրանիկի հետ Գևորգը ղեկավարել է 25 ֆիդայինների Առաքելոց վանքի կռիվը 3000-անոց թուրքական բանակի դեմ։ Մասնակցել է 1904 թվականի Սասունի ապստամբությանը, ապա ընտրվել Մուշ Սասունի հայդուկապետ։ 1907 թվականի մայիսի 27-ին Մշո Սուլուղ գյուղում անհավասար կռվում շրջապատման մեջ ընկնելով զոհվում է։ Թաղվել է Մուշում, մասնակցել է մոտ 40 հերոսական ու հաղթական կռվի։ Ֆիդայական մարտերին մասնակցել է նաև կինը Հեղինեն։ Գևորգի մասին երգեր են հյուսվել։ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գործում է Գևորգ Չաուշի թանգարանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքներում կանգնեցվել են հուշարձան, անվանակոչվել փողոցներ եւ դպրոցներ։ Պարոն Գևորգյան, Գևորգ Չաուշը իրավացիորեն մեր ֆիդայական շարժման սրբազան խորհրդանիշներից մեկն է կամ այդ գլխավոր խորհրդանիշներից մեկն է եւ այդ առումով թե նրա կենթանության օրոք եւ թե նրանից հետո նրա նահատակությունից հետո բազմաթիվ հայորդիներ նրա անունը Գևորգ Չաուշի անունը շուրթերին հենց որդեգրվեցին ֆիդայական շարժմանը դարձան ֆիդայի։ Այո, դա ուզում եք ասել ինչով է պայմանավորված։ Իհարկե պայմանավորված է Գևորգ Չաուշի որպես ազատամարտիկի, որպես ֆիդայու հերոսական գործունեությամբ։ Պիտի ասել, որ մեր ազատագրական պայքարում 19-րդ դարի, վերջի 20-րդ դարի սկզբին եզակիներից է, որոնց հետ կարելի է համեմատել Գևորգ Չաուշին։ Նա մեր ֆիդայապետերի մեջ պիտի ասել, որ Աղբյուր Սերոպի հետ դա ամենանշանավոր հայդուկապետերն են։ Երկու հայդուկապետեր Սերոպ Աղբյուրը եւ Գևորգ Չաուշը Արևմտյան Հայաստանում։ Գևորգ Չաուշի մահած կռիվների քանակը գրեթե հաշվել հնարավոր չէ։ Նա սկսած 16 տարեկանից պայքարի հորձանուտում է եղել եւ սկսած Արաբոյի շրջանից, երբ նա զինվորագրվել է Արաբոյի ջոկատին, հետո մասնակցելով Շենիկ Տալվորիկի կռիվներին 91-93 թվականին, ապա նաև 94 թվականի Սասունի հանրահայտ ինքնապաշտպանությունը իր հերոսական գործունեությամբ աչքի է ընկել բազմաթիվ կռիվներում։ Որևէ մեկին հնարավոր չի համեմատել իր կատարած քաջագործություններով Գևորգ Չաուշի հետ, նորից եմ կրկնում, բացառությամբ Աղբյուր Սերոպի։ Ահա այդ պատճառով էլ Գևորգ Չաուշը որպես հերոսի մեծ համբավ ուներ ոչ միայն Սարոսունում եւ Տարոնում, այլ բովանդակ հայության շրջանում։ Եվ մինչև հիմա այդ հերոսական համբավը եւ այսօր նույնպես կունենա։ Պարոն Ներսիսյան, Գևորգ Չաուշի մարտական սխրանքներով լեցուն կյանքը ցավոք սրտի կարճ տևեց, Սասուն, Տալվորիկ, Առաքելոց վանքի կռիվ, Սուլուղ։ Բայց այդ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ իր շատ որոշակի մարտական կարևոր ներդրում ունենալ։ Բնականաբար հայ հայդուկային շարժումների պատմության մեջ, ինչպես նշվեց, Գևորգ Չաուշը բացառիկ ազնվորություն է,
որը հայդուկային կռիվները մղել է այնպիսի մարտավարությամբ, որոնք հասել են արվեստի աստիճանի, այսինքն հայդուկային նեղ նշանակության հայդուկային մարտերի, ուրեմն անկրկնելի վարող է եղել Գևորգ Չավուշը եւ ինչպես նշեց իմ գործընկերը, այդ առումով նրան կարելի է համեմատել միայն աղբյուր Սերոբի հետ։ Այլ հարց է, որ մենք ընդհանուր 19-րդ դարիվերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական պայքարի ետնախորքի վրա, երբ նրան գնահատում ենք, տեսնում ենք, որ հայդուկային պայքարի մարտավարությունը այն աստիճանի արդյունավետ չի եղել, բայց անկախ այդ պայքարի արդյունավետությունից Գևորգ Չավուշին պետք է գնահատել որպես իր ընտրած պայքարի ուղու անկրկնելի մի ներկայացուցիչ։ Շնորհակալություն։ Պարոն Գևորգյան, Գևորգ Չավուշը մարտիկի ֆիդայու այդ բնածին տաղանդից զատ ուշտված էր նաև կազմակերպչական ջիղով իր ենթակա իր խմբի ջոկատի ֆիդայիներին ղեկավարելու կազմակերպելու կարգապահ էր, զինվորական առումով կարգապահ էր, արդար էր, արդարամիտ եւ իհարկե համեստ ու անznազո։ Կարծես թե հայ ֆիդայու այդ դասական կերպարի բոլոր դրական հատկանիշները իր մեջ մարմնավորել էր Չավուշը։ Այո, իհարկե, եթե նա չմարմնավորեր այդ հատկանիշները, բնականաբար նա չէր կարող ընտրվել հայդուկապետ։ Իսկ հայդուկապետ ընտրվում են, ոչ թե որևէ մեկի կողմից նշանակում են, հայդուկապետ ընտրվում են հիմք ունենալով նրա կատարած գործունեությունը եւ որպես մարտիկի եւ որպես պարկեշտ անձնավորության, ընկերասիրության արժանինքների, այո։ Ես կուզեի այդ մարտավարության վրա անդրադառնալ, որ մեր գործընկերը նշեց, նրա մարտավարությունը յուրահատուկ է, հատկապես նրա երբ նա արդեն Սասունում էր 4 թվականի ահա այդ ապստամբության պարտությունից հետո նա վերադարձավ Սասուն եւ նրա վարած կռիվները, նրա ընտրած մարտավարությունը կարելի է ասել, որ դա նորույթ էր մեր հայդուկային պայքարում։ Իրոք պատմական մի ժամանակահատված, երբ Սուլտան Համիդը ինչ էր անում, ուզում էր նաև խաղաղ ճանապարհով լուծել այդ հայկական հարցը, բոլոր իրավունքները տրվել էր, որ քուրդ աշիրետները, քրդական ցեղախմբերը լծվեին հայկական գյուղեր։ Ինչպես պետք է արվեր, Գևորգ Չավուշը իր նամակներից մեկում գրում է, որ սիրտը ցավում է նման երևույթներ տեսնելուց, եւ նա որպեսզի ինչ որ կերպ պատասխաներ, խոչընդոտեր քուրդ այդ ամբոխին, որոնք գալիս էին ամեն ինչ անում էին, գյուղացիներին բռնի կերպով դուրս էին հանում, տիրում էին նրանց տարածքներին, նրանց թեմ առնելու համար նա կիրառեց մի զարմահրաշ մարտավարություն, սրընթաց գրողներով, գիշերով հարցը մտնում էր թուրք աշիրապետի մեջ եւ նրանից պահանջում էր մահվան սպառնալիքով, որ վերջ տան այդ բռնություններին հայ գյուղացիների, հայ հայկական բնակավայրերի նկատմամբ եւ այդ մարտավարությունը կայացի սրամտած, այո, ինչ որտեղ մարտավարությամբ նա ինչ որտեղ խոչընդոտեց այդ քրդական աշիրետների մուտքը հայկական բնակավայրեր։ Պարոն Ներսյան, մարտավարությունից այդ ֆիդայական այդ քաջությունից արդեն նշեցիք, իհարկե մի հաղորդման մեջ հնարավոր չէ Գևորգ Չավուշի անցած բոլոր կամ այդ հաղթած բոլոր մարտական այդ մարտերը ներկայացնել, սակայն հակիրճ ժամանակին համապատասխան խնդրում եմ երկու դրվագ Առաքելոց վանքի կռիվ եւ Սուլուխ կամ դրանցից որը կնախընտրեի Առաքելոց վանքի կռիվը դա այն կռիվներ, որը Գևորգ Չավուշը չէր կամ ավելի ճիշտ կլինի Սուլուխի մարտը։ Հիմա ես ձեզ ասեմ, որ ինքը չէր նախատեսել եւ այդ կռվի ժամանակ էր, որ ինքը վաստակեց այդ Չավուշ մականունը, բայց այդ կռվի կենտրոնական դեմքերից էր։ Հիմա Առաքելոց վանքի գնահատականը այս հաղորդման շրջանակներից մի քիչ դուրս է, դա այլ թեմա է, բայց Գևորգ Չավուշը որպես հայդուկային կռիվների անզուգական վարող ուրեմն իրեն դրսևորեց Նորշենի կռվում 1901 թվականին, երբ որ մի քանի ֆիդայիներով կռվեց մի քանի տասնյակ քրդերի դեմ
եւ կիրառեց հայդուկային պայքարի փայլուն մարտավարություն, երբ որ մի քանի հոգի կռվում էին, մյուսները բարձրանում էին լեռները եւ այսպես իսկ նրա հայդուկային կռիվների բարձրակետը 1900 ուրեմն 5 թվականի Մշոխարս գյուղի կռիվն էր, ապրիլ ամսի կռիվը, որ մտավ քրդական երկերի մեջ, որը նրա հայդուկային կռիվների բարձրակետն էր, ինչպես Աղբյուր Սերոպի Բաբշենի կռիվը։ Ցավոք սրտի 1906 թվականին նա ունեցավ հայդուկային կռիվների մի տխուր դրվագ, խոսքը վերաբերում է 1900 ուրեմն 5 թվականի հոկտեմբերի 1-ի Ալվարինի կռվին, որ 9 հայդուկ զոհվեց։ Դրանից հետո Գևորգ Չավուշը դարձավ ողբերգական կերպար, որովհետև մի կողմից նա մտածում էր, որ հայդուկային, որ առանց պայքարի հնարավոր չի քուրդ աշիրետների այդ ախորժակը զսպել, հայաթափելու, հայերին հարստահարելու, բայց մյուս կողմից էլ հասկանում էր, որ զուտ հայդուկային կռիվներով հնարավոր չի միայն, այսինքն մի կողմից մտածում էր ոնց կլինի առանց կռվի, մյուս կողմից զգում էր, որ այդ կռիվն էլ ոչ մի բան չի տա, եւ դրանից հետո բայց չկռվել է չէր լինի, բայց չկռվել էր, այսինքն դարձավ ինչ-որ մի հակասական վիճակ, եւ դրանից հետո էր որ նա ամուսնացավ, իսկ ասենք նրա վերջի կռիվը, Սուլուխի կռիվը 1907 թվականի մայիսի 27-ի հայտնի Սուլուխի կռիվը, ես ձեզ ասեմ, որը նա էլի փայլուն մարտավարություն այստեղ դրսևորեց Ռուբենի հետ մեկտեղ, այդ կռվի մասին տարբեր տարաբնույթ կարծիքներ կան, իհարկե դրանք մերժելի են շատ հաճախ։ Կարևորը հերոսական կռվեցին Սուլուխի կռիվը, տեսեք, մի բան ես ձեզ կուզենայի ասել եւ մեր հանրության ուշադրությունը սևեռել այդ կարևոր հանգամանքի վրա, ինչով էր Գևորգ Չավուշը տարբերում մյուսներից։ Իր ազնվությամբ, իր հայրենի տարօրին, իր նվիրվածությամբ, որովհետև 1904 թվականի Սասունի այդ ինքնապաշտպանությունից հետո, որը ինչպես ճիշտ նշեց պարոն Գևորգյանը, դա պարտվեց, պարտություն կրեց այդ ինքնապաշտպանությունը, երբ որ հեռացան այդ անժանիկի գլխավորությամբ։ Նա ինքն էր որ աղթամարի այդ ժողովից հետո ցանկություն հայտնեց վերադառնալ, որ անտեր չմնա տարոնի ժողովուրդը։ Սա ինքնին հերիք է, որ բնութագրեց նրան որպես անմնացորդ հայրենասեր մարդու։ Եվ դրանով, բայց վերադառնալով նա գնում էր դժոխքին ընթառաջ։ Եվ այստեղ էլ նա կործանվեց։ Իսկ այդ ժամանակ Դաշնակցություն կուսակցությունը արդեն 4 թվականից հետո ուշացումով եկել էր այն գիտակցությանը, որ պետք է գնալ հրայրի ուղիով։ Հիմա այս մարդը չէր կարող հրայրի կազմակերպչական ընդունակությունը չուներ, նա հայդուկ էր եւ հնազանդվող հայդուկ էր։ Ասենք այնպիսիների նման չէր, որ դեմ դուրս գար իր տեսաբաններին։ Եվ ինքը ինչ ըմբռնում որ ուներ, այդ ըմբռնումների առումով ուրեմն անհամեմատելի էր եւ Սուլուխի կռիվը ճակատագրական եղավ նրա համար եւ այստեղ նա մահացու վիրավորվեց եւ ուրեմն նրան փախցրեցին իհարկե Ռուբեն Տերմինասյանն էլ այստեղ իրեն փայլուն կերպով դրսևորեց կան տարաբնույթ կարծիքներ Ռուբենի մասին բայց Ռուբենը ինքը չէր ուզում Գևորգ Չավուշի մահը Ռուբենը ուզում էր որ Չավուշը հեռանա Կովկաս բայց նա չհեռացավ դիտավորյալ մնաց Սուլուխում կռվեց որովհետեւ նա մահ էր ուզում նա չէր ուզում ապրել այն պայքարի ուղուց դուրս, որը իր կյանքի նպատակն էր։ Եվ սրանով էր նա մեծ։ Պարոն Գևորգյան, շուտով պետք է նշվի մեր երրորդ հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը։ Երրորդ հանրապետության եւ անկախությանը պարտական ենք Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի շնորհիվ, այդ տեսանկյունից Գևորգ Չավուշի այս հերոսական կերպարը նրա թողած դասերը, թե մարտավարական եւ թե անձնական անհատական, ինչ օրինակ կարող է ծառայել արդեն մեր երրորդ հանրապետության հաղթանակած բանակին եւ մեր բոլոր երիտասարդներին բոլորիս համար։ Կարծում եմ, որ ոչ թե կարող է ծառայել, այլ արդեն ծառայել է։ Արցախյան ազատամարտում մեր հերոս ազատամարտիկներից շատերը անշուշտ քաջատեղյակ էին մեր ազատագրական պայքարի շատ հերոսների կենսագրության եւ առանձնապես Գևորգ Չավուշի։ Գևորգ Չավուշը մեր ազատամարտիկներից շատերի համար այո ոգեշնչման աղբյուր է, այնպես ինչպես Նիկոլ Դումանը, այնպես ինչպես Աղբյուր Սերոպ եւ իզուր չէ որ այդ մարտական ջոկատների անունները կրում էին Արաբոյի, Սերոպի, Գևորգ Չավուշի անունով։ Դա արդեն խորհրդանշական բնույթ ունի։ Խոսուն փաստ է եւ բացի դրանից
Գևորգ Չաուշի կերպարը նաև ուրիշ ուսուցողական նշանակություն ունի։ Նա սոսկ ֆիդայի հայդուկապետ չէր։ Նա նաև կազմակերպչական շատ լավ ընդունակություն ուներ, ղեկավար դիրք ուներ։ Կուսակցության, Դաշնակցության 4-րդ ընդհանուր ժողովում նա միաձայն ընտրվել է Դուրան բարձրավանդակի պատասխանատու կենտրոնական կոմիտեի անդամ։ Այսինքն այդ տարածաշրջանի ղեկավարը, այո, այդ մարտական ղեկավարը։ տարածաշրջանի, ինչպես որ ժամանակին Աղբյուր Սերոբն ու Գուրգենն ու հրայր դժոխքն էին, նրանցից հետո միակ մարդը, որ միաձայն ընտրվել է, ուրեմն Դուրան բարձրավանդակի, Դուրանը դա մշոն դաշտներ, տարոն էր, իսկ բարձրավանդակը Սասուն է, երկու կենտրոնական կոմիտեների, Սասուն տարոն այդ տարածաշրջանի մարտական ղեկավարը։ Ոչ միայն մարտական, նաև կարող ենք ասել, նաև քաղաքական։ Ինչու ոչ։ Այո, Գևորգ Չաուշի կերպարը այսօր էլ ընդմիշտ էլ մեր ժողովրդի համար նա պայքարի ոգեշնչման այո խորհրդանիշ է։ Այլ լինել չի կարող, որովհետև մեր պատմության մեջ շատ հերոսական էջեր են գրվել, որոնցից մեկը անշուշտ գրել է Գևորգ Չաուշը։ Պարոն Ներսյան, արդեն դուք նշեցիք քրդերի հետ կապված այդ թեման, ինչքան տեղյակ եմ, Գևորգ Չաուշը մարտավարական կամ ռազմավարական առումով կարևորում էր թուրքերի դեմ քրդերի հետ դաշնակցել կամ համագործակցելը, սակայն միաժամանակ նաև տեղնեղած ժամանակ հայ գյուղացիների դեմ զենքով թալանի եկած քրդական հրոսակներին արժանի պատասխան էր տալիս։ Այդ նրա մարտավարությունը թե այն ժամանակ թե ինչու՞ չէ նաև առօրեական նշանակություն ունի։ Ընդհանրապես ես ասեմ ձեզ, որ մեր 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ազգային ազատագրական պայքարի բուն արևմտահայ գործիչները հստակ ուրեմն ըմբռնել են, որ եթե հայ-քրդական համագործակցության չհասնեն, մեր ազատագրական պայքարը արդյունավետ ավարտ չի ունենա։ Եվ փորձել են բանակցել քրդերի հետ, որոշ քուրդ աշիրետների հետ, եւ ասենք մեր արևմտահայ ազատագրական պայքարի այնպիսի մեծ գաղափարախոս, ինչպես հրայր դժոխքներ, նա միշտ ցկտել է հայ-քրդական ուրեմն դաշինքի ստեղծմանը, բանակցություններ է վարել, բայց այսինքն այդ հանգամանքը ոչ միայն մարտական, այլև քաղաքական տեսանկյունից կարևորվել է։ Այստեղ մի ուրիշ խնդիր կա, հայ-քրդական դաշինքը այդ ժամանակ անհնար էր։ Ինչի էր անհնար, որովհետև քրդերը իրենց էությամբ դնելով վաճկատուն եւ ընդունակ չլինելով ստեղծելու այն հնարավորությունները, նյութական արժեքները, որ կարող է հայ ժողովուրդը ստեղծել, նրանք բռնի ուժով ցկտում էին տիրանալ նրան, ինչ որ իրենք անկարող են ստեղծել։ Եվ դա հնարավորություն էր տալիս թուրքական իշխանություններին, կոնկրետ Աբդուլ Համիդին, որպեսզի քուրդ տարին դրդի հայերի դեմ, այսինքն քուրդ տարին օգտագործի որպես ջարդարար եւ այդպես էլ եղավ, չէ՞, այդպես էլ եղավ։ Հիմա Գևորգ Չաուշը մի քիչ այլ կերպով էր այդ հայ-քրդական համագործակցությունը, ուրեմն պատկերացնում։ Նա փորձում էր քրդերին մեր կողմը հայ ազատագրական պայքարի կողմը գրավել ահաբեկչություններով, եղել են դեպքեր, ասենք որ չէ, նույնիսկ նա գրություններ է թողել, այսքան փող գտնես, այսքան փող գտնես մեր ազատագրական պայքարին, չէ, քեզ կգնդակարեմ, նաև թուրք աղաներին, բաներ, եւ ինքը արդեն Ռուբեն Տերմինասյանը, երբ որ 6 թվականին ընդ որում Գևորգ Չաուշի նամակի արդյունքում, երբ որ Վանից Ռուբենին ուղարկեցին տարոն, ուրեմն նա հատկապես Ղասեմբեկի, Մուսաբեկի եղբոր Ղասեմբեկի հետ էր փորձում համագործակցել, բայց Ղասեմբեկը կեղծ էր իր այդ համագործակցության առումով եւ այդպիսի փաստեր էլ կան, որ օրինակ Գևորգ Չաուշի մղած իմ քիչ առաջ հիշատակած ուրեմն Ալվարինջի ողբերգական կռվի ժամանակ, երբ որ 134 հայ խաղաղ բնակիչ այդ գյուղից սպանեցին քրդերը, հենց Ղասեմբեկն էր մատնել Այսինքն հիմա կներեք, ես հիմա համեմատեմ այսօրվա առումով։ Հիմա այսօրվա առումով էլ ես ձեզ ասեմ, էլի։ Հիմա մենք այսօր էլ համեմատենք, այդ ժամանակ էլ փորձեցին չստացվեց։ Այսօր մենք ասենք օրինակ մեր քաղաքական միտքը գնում է այն ուղղությամբ, որ քրդերը երբ որ դուրս են գալիս թուրքերի դեմ, Էրդողանի դեմ, ուրեմն դա անուղղակիորեն բխում է մեր շահերից։ Ես
ցավոք սրտի առումով այդքան էլ լավատես չեմ, որովհետև հիմա Արևմտյան Հայաստանը իրենց ներկայացնում է Քրդստան։ Եվ քաղաքական առումով միամիտ ես կորակեի առանց վարանելու բոլոր նրանց, ովքեր որ հույսեր են կապում քրդական շարժման հաղթանակի արդյունքում ինչ որ տարածքներ Հայաստանին ուրեմն տրվելու։ Այսինքն թե այն ժամանակ, երբ որ Հրայր Դժոխքը եւ Գերոգ Չավուշն էին ձգտում, ինչպես նաեւ այլոք որպեսի հայ-քրդական համագործակցություն լինի, եւ հիմա այն ժամանակ այդ դուրս է գալիս հայերն էին ավելի անկեղծ եւ ցանկանում, որ նման բան լինի, իսկ քրդերի կողմից նման բան որ դուք ասում եք անկեղծ, այդ անկեղծ բառից բռնենք էլի։ Այսինքն այդ անկեղծությունը հիմա քրդերի կողմից ասենք իրենց հայտարարություն դեկլար այն ժամանակ էլ հիմա էլ որ նրանք ասում են հայեր եւ այլն որ գնում ենք Արևմտյան Հայաստան քրդերը ասում են սրանք ձեր հողերն են եւ քրդերն ասում են սարսվա սարճվա բրայմեն իմ գլխի վրա իմ հոգու վրա եղբայր իմ դու տեղ ունես բայց իրականում նրանք նույնն են մնում եւ ես սա ասում եմ առանց ինչ-որ այսինքն դուրս է գալիս միակ լուծումը Գերոգ Չավուշի նման զենքի միջոցով հարցը չէ ոչ միայն զենքի մենք պիտի լուրջ վերանայենք մեր քաղաքական միտքը եւ մտածենք հիմա թուրք քուրդ հայ փոխհարաբերությունների մեջ պիտի մենք ճիշտ կողմնորոշվենք երբ նույնիսկ մեր ճշնամու հետ մենք երբեմն պիտի բանակցենք ուրեմն երբեմն պիտի մտածենք քուրդն է քրդի հետ բանակցելն է մեր համար նախընտրելի թե թուրքի հետ քաղաքական պայը մենք պիտի ճիշտ ընկալենք հիմա եթե ես շատ այս հարցով մի քիչ ուրեմն բացվեմ կարող է տարաբնույթ ընկալումների տեղիք տա բայց ես իմ ասելիքը ինձ թվում է արդեն ասեցի շնորհակալություն հա ես կուզեի մի նախադասությամբ քանի որ խոսքը Գևորգ Չավուշի մասին է մի նախադասությամբ գուցե ավարտենք հերոսին հարգում են նաև թշնամիները Սուլուխի կռվի ժամանակ սպանվում է թուրքական զորքերի հրամանատար ուրեմն Քոսաբ Բինբաշին գնդապետ նրան Բիլտիսում թաղում են մեծ շուկով 50 երաժիշտների ուրեմն մասնակցությամբ հաջորդ օրը տեղի ունենում Գևորգ Չավուշի թաղումը Բիլտիսի նահանգապետը նույն 50 երաժիշտերին տրամադրում է որպեսզի շքեղորեն կատարեն Գևորգ Չավուշի թաղման այդ արարողությունները սա ինչ է ցույց տալիս որ անգամ թուրք Վալին նահանգապետը հարգել է Գևորգ Չավուշին որպես հերոսի եւ իզուր չէ որ նրան թաղում են այնպիսի շքեղությամբ ինչպիսին թաղել են Քոսաբ Դեստիպած եղել հարգելը որտեղ Գերոգ Չավուշը զենքի ուժով է այդ հարգանքը այո նա իր հերոսությամբ ինչպես հետագայում նույն Վալին կհարգի Սերոպ Մայրիկ Սերոպին աղբյուր Սերոպի կնոջը սոսե Մայրիկին ասում եմ Հարգելի բարեկամներ Չավուշը որպես կներեք ավելացնեմ եթե ժամանակը ներում է Գևորգ Չավուշը որպես ուրեմն հայրենիքին նվիրված ազնվորություն հայրենասիրության անսպար մարմնացում հանուն հայրենիքի ինչպես սկզբից ասեցի իր ըմբռնումների քաղաքական ըմբռնումների չափով ուրեմն անմնացորդ նվիրված մարդ այսօր էլ եւ մեր ապագա սերունդների համար էլ ունի դաստիարակիչ մեծ նշանակություն որ անկախ ամեն ինչից նա անկախ բոլոր քաղաքական հանգամանքներից նա եղել է խոնար նա եղել է հերոս այդպես մի արտահայտություն կա չէ բայց եղել է խոնար ինչ որ չի հասկացել նա խոստովանել է երբ որ պետք է նա հնազանդվել է նա չի ընդդիմացել անտեղի ինչպես որ շատ հերոսներ որոնց մասին գիշեր-ցերեկ խոսում են Հարգելի բարեկամներ այդպես չի պարոն Գևորգյան այդպես է շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար իսկ հաղորդումը եզրափակեմ Գերոգ Չավուշի նահատակության արդիվ Ռուբեն Զարդարյանի հետևյալ խոսքերով Անխոցելի դյուցազնալ մահ ունի եղեր արդյունքը կխեղդե մեզ մահը չէ ասիկա այլ ամբողջ աշխարհի մը արևին խավարումը Սասնո ու Տարոնի երկրին զուլումը Հազիվ թե վերջին քարոր դարու մեջ հայ մայրը իր կուրծքին վրա դիեցուցած լակիս աստվածը այսքան անթերի դիմագիծով հանդգնության անձնվիրության դյուցազնական անսպար զորության այսքան հրաշալի այսքան աստվածամերձ ձիրքերով Հարգելի հերոստատիտողներ հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր մեր լեգենդար հայդուկապետ Գևորգ Չավուշին Առայժմ այսքանը ճանաչենք հայորդիներին